եւ ագրեսիվ է, օրենք ունենալով ինչ պիտի կատարվի։ Սա մի ական է, ռումբ է, որ տևում է ընտանիք ինստիտուտի հիմքում։ Սա ընտանիքի, հետեւաբար նաեւ մեր ազգի, մեր ժողովրդի, մեր ինքնության խաթարում է ուղղակի։ Այդ սպառնալիք։ Կարծում եք նամակը հանձնելով կառավարության կամ ազգային ժողով օրենքի փոփոխություններ կլինեն։ Այո, կարծում ենք ժողովրդի ձայնը եթե բարձրացվի, հուսով ենք, այսինքն, որ ինչ-որ օգուտ կունենա։ Կառավարությունը վերջերս օրենսդրական այդ փաթեթում փոփոխություններ կատարեց։ Ձեր կարծիքով դա ձևական բնույթ էր կրում ու ոչինչ չփոխվեց։ Չեմ կարող ասել ձևական բնույթ էր կրում թե ոչ, բայց այդ բառը, գենդեր բառը, որ հստակ իր լիցքն ունի եւ իր նշանակությունն ունի, այդ օրենքից պիտի հանվի։ Այսինքն դուք դեմ եք տղամարդկանց եւ կնոջ իրավահավասարության։ Տղամարդկանց եւ կնոջ իրավահավասարության բնավ դեմ չեմ էլ կարող դեմ լինել, դա աստվածային Աստված է այդպես սահմանել, բայց միասեռականներին միանշանակ դեմ է։ Այսինքն այստեղ հարցը բառի մեջ է, եթե այդ բառը փոխարինվի։ Իհարկե բառի մեջ է, ամեն բառ ունի իր իմաստը, իր լիցքը, չէ՞։ Եթե փոխարինվի այդ բառը, դուք օրենքին դեմ չեք, կանայք։ Այդ օրենքը, չգիտեմ ինչքանով իմաստ կունենա, քանի որ սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության արձանագրված է տղամարդկանց եւ կանանց հավասարություն։ Ըստ ձեզ ինչու կողմ քվեարկված այսօր Չեմ կարող ասել, ինձ թվում է շատերը չեն էլ հասկացել ինչ են քվեարկել։ Նույնիսկ հեղինակները նախագծի։ Այդ մեկը չգիտեմ, չեմ կարծում, որ հեղինակները չգիտեին։ Դրանք ուղղակի պարտադրված էին։ Եվրոպայի կողմից պարտադրված են։ Ո՞վ։ Պարտադրված Հավանաբար, այդպես կոչված առաջադեմ կամ զարգացած երկրների վտանգները հայ ժողովրդի վերանալն է։ Որպես այդպեսին, որպես միավոր, որպես ինքնություն, որովհետև հիմքը ընտանիքն է։ Երկրև Քահանատալյան, Ջրվեժի Սուրբ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր հովիվ, Օտայքի թևով։